Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ աշխատանքային այցով Սյունիքում է։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Facebook-յան իր էջում կառավարության ղեկավարը հայտնել է, որ Որոտանի ճանապարհը խմելու է ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են։ Փաշինյանը նաև բնակիչների հետ է հանդիպել եւ զրուցել։ Դե ասեք տենամ հələ խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք ենք կտրել ձեր ջուրը։ Հա? Չի կարասի, հաճար ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեի ծաղագին ջուր էր գնում, իրաց ջուրը ապահովում էր դեից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Չէ, նախ համակարգ կա գյուղում ջրի։ Այո։ Ներքինը կա։ Դե բատնալշանը։ Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Ինչ է մի 15 օր ջուր։ Ահա։ Всё։ Էդ էլ լուծեցին համար։ Այս ճամփեն էլ սարքում ենք, այս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն, հա, չէ, մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալ է, որ ճանապարհը այս վիճակին մեքենայը կփչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեն ներժում, ամեն մեկն էլ ինչ է կարում օգնում։ Да если собственной машины нет, Իսկ ինչով եք զբաղվում։ Անասնապահություն, հողագործություն, тушакаруем это. Մեկ յոլա գնացեք։ հասցնում եք։ Вопросов много, Марина Пашинян, հարցեր շատ կան։ Հարցեր շատ կան, մի քիչ կյանքը մեր немножко что бесит։ Нехорошо жить։ Ուրախ հիմար 3 բան է պետք։ Խաղաղություն է պետք, ճամփա է պետք։ Հենց խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, այս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցը ինչ վիճակում աշխատում է։ Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից դպրոցի վիճակ չունի անբարեկարգ։ Բայց թազա դպրոց նախագծում կա, Որտեղ կրթահամալի։ Իսկ պարոն Փաշինյան, Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում է փաստորեն, ճամփի հարցը լուծվում է, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծենք։ Բայց ջողի կյանքը այս սկզբում որն ենք եկել ենք նոր գյուղ, մեզ ունեինք մեծ բան, երբեք եկել։ 90 թվին։ Ունեինք մեզ հնարավորություն միացնում էինք ջրը ջրում էինք բանով նասոսով գետից վերցրած այդ երաշխավորում էր գես իսկ հիմա այդ չկա մի մեկը իր համար նասոս դրի թե ջուր ենք հաշում դա խնդրի լուծում չի հիմա մենք դիմել ենք ասենք մեր քաղաքապետը մեզ ասել է որ կգա տրանսպորտ կգա Օրվա կարգավորիչ կայան այս բանը դրան բանը սարքել պետք է կուտակել ջուրը ու բաշխել
Պարոն Արուշանյան, սուբվենցիոն ծրագրով չենք կարող այս ռոռոկման համակարգը։ Բայց հենց հիմա սարքում են, ռոռոկման համակարգը սարքում է, պարոն Վարչապետ։ Խողովակները 90% կանչած են։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է սիոր միացում տան, բասեյներն էլ ասացին։ Ես չասել եմ ինչ որ կատարում։ Մեզ չունենք, ասենք, հեսա, այս ժողովրդի պիտի դրսում լինի։ Հերթով, Ժողովուրդ ջան, հերթով ջուրը, ճանապարհը, ռոռոկման համակարգը, դպրոցը հələ եկեք անենք, տեսա որ դպրոցը լինի, դպրոցում դահլիճել լինի, պարտադիր չի մի հատ դահլիճ դպրոցում լինի, մի հատ դահլիճել ուրիշ տեղում։ Մենք հիմա բոլոր տեղերը դպրոցները որ սարքում ենք, ասում ենք այդ դահլիճները, տարածքները հավասարապես գյուղի համար է։ Մեծերն էլ պետք է իրիք ունենան կան սպորտով զբաղվեն, էս ամենը։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 10-ին ժամը 20:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, ասել է Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Թուրքիայում այսօր մեկնարկել է Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի Հանրապետության հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում հատուկ ուշադրություն կդարձվեն նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին, որոնք կքննարկվեն վաղը ապրիլի 12-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում։ Այս տարի այս խորագիրն է կրում Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որին ոչ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը։ Արտաքին գործերի նախարարի եւ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնացի մակարդակով։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ փոփոխություններն ու տեղաշարժերը ստիպում են առավել մեծ ուշադրություն հրավիրել Հարավային Կովկասին։ Հետևաբար Հարավային Կովկասին վերաբերող հարցերը կդիտարկվեն պանելային քննարկմանը, որը կրում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերները եւ հնարավորությունները խորագիրը։ Այն տեղի կունենա Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Քննարկմանը կմասնակցի նաև միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի տնօրեն Նիգյար Գյոքսելը։ Պանելային քննարկման մասին հաղորդագրությունում հատուկ ընդգծված են Հայաստանի մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի հետ ընթացող գործընթացները։ Հարավային Կովկասում կայունության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել պայմանավորված վերջին զարգացումներով, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջխաղացումները եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև շարունակվող կարգավորման ջանքերը։ Դրանք տարածաշրջանային համագործակցության մեջ Վրաստանի աճող դերի հետ միասին նշանակալի հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանի ապագայի համար։ Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր արդեն ելույթ է ունեցել ու խոսել նրանից, թե ինչ դեր է ունեցել Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում եւ բոլոր հարևան երկրները գնահատում են դա։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլական ունենք։ Մենք շատ խաղաղ եւ պրագմատիկ տեսլական ունենք։ Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին հայտարարել էր, թե իրենք պատրաստ են նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի։ Այսօր արդեն այդ խաղաղության թեման քննարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Նրանց հանդիպման մասին հաղորդագրության համաձայն նախագահ Էրդողանը ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ եւ ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նաև ասել է, թե գոհ է առաջընթացից։
Սա այն դեպքում, երբ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո էլ Ադրբեջանը ամեն գնով ձգձգում է գործընթացը։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի հետ։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլիչի հետ, գրել է Ռուբինյանը։ Իր հերթին հանդիպումից հետո ճեպազրույցում Քլիչը հայտնել է, որ քննարկվել են նաև Անիի կամրջի վերականգնման հարցերը։ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն, այս եւ արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին տեսանյութում։ Արցախից բռնի տեղահանված անձանց համար այս պահին գործում են աջակցության մի շարք ծրագրեր։ Որոշակի փոփոխություններով շարունակվում է կեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը։ Այն ապրիլի 1-ից ուղղված է առանձին խմբերի անձանց։ Այդ անձինք են առաջին երկրորդ խմբի հաշմանդամները, անչափահասները, 63 տարին լրացած անձինք, կերակրող գործնելու դեպքում նպաստական կենսաթոշակ ստացող անձինք եւ 18 տարին լրացած, սակայն դեռևս պարտադիր կրթության դաշտում գտնվող անձինք։ Այս միջոցառման շրջանակում հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար կառավարությունը տրամադրել է 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ կտրամադրի 40,000 դրամ, իսկ հուլիսից դեկտեմբերը ներառյալ նշված անձին կստանան 30,000 դրամ։ Կառավարության երեկվան նիստում ընդունված նախագծով էլ թիրախային աջակցություն կստանան կարիքավոր արցախցիները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրում։ Հիմքը այստեղ կարիքն է, աջակցությունը սոցիալական աջակցությունը, նա պետք է լինի հասցեական եւ կարիքավոր, որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանք։ Քանի որ ապրիլի 1-ից բռնի տեղահանված արցախցիների որոշ խմբեր չեն ստանալու գեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը, ուստի առաջացել է այս միջոցառման կիրառման անհրաժեշտությունը։ Որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության, օրինակ որոշակի ծախսեր հոգալու, բնակվարձի վճարումները կատարելու համար եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը, որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է։ Տիրախային սոցիալական աջակցության տրամադրումն է եւ աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով։ Արտակ Հարությունյանի խոսքով աջակցության շահառու է համարվելու ոչ թե անձը, այլ կարիքավորի կարգավիճակն ունեցող ընտանիքը։ Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ապա կդիտարկվի շահառու ընտանիք։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական աջակցության տեսքով, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Աջակցության չափն ընտանիքի համար կլինի 40,000 դրամ, որին կգումարվի եւս 10,000 դրամ պայմանավորված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով։ Դրանք օրինակով էլ ասել, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ 80,000 դրամ։ Բնակվարձի կարիք չունենալու հանգամանքով պայմանավորված այս ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր մանկատներում, ծերանոցներում եւ պետության հոգացության ներքո գտնվող այլ հաստատություններում են, ինչպես նաեւ այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են օրինակ սոցիալական բնակարանային ֆոնդում կամ բնակվում են պետության կողմից տրամադրված այլ տարածքներում։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը նույնպես չափորոշիչ է, չգտնվելու դեպքում ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի, բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքարդ 15,000 դրամից ավելի գումար։ Եվ իհարկե հաշվի առնում որոշակի գույք ունենալու հանգամանքը, այստեղ դիտարկվել է միանձնյա սեփականության դեպքում նույնպես ընտանիքը չօգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք։ Հարությունյանը նաև կոչ է անում միջոցառմանը դիմելիս ներկայացնել միայն հավաստի տվյալներ, քանի որ հետագայում այդ ամենը ուսումնասիրվելու եւ ստուգվելու է։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։
Բաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ կայացել են բանակցություններ Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություն չեն տարածել։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, կարծում եմ այնուամենայնիվ ինչ-որ բան հայտնի դարձել է։ Պրես ռելիզներում այս հանդիպումը կոչում են աշխատանքային խմբերի առաջին նախապատրաստական տեխնիկական հանդիպում։ Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս ևս հանդիպումներ եղել են եւ բավական բարձր մակարդակի եւ ի տարբերություն այս հանդիպման առանց միջնորդների։ Հայտնի է, որ նոյեմբերի 19-ին Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը այցելել է Թուրքիա եւ հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա արտաքին հետախուզության ծառայության տնօրենի հետ։ Բայց դրանից հետո Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները ել ավելի լարվեցին եւ դրանից հետո արդեն ուղիղ առանց միջնորդի հանդիպումները իրատեսական չէին։ Այս անգամ Իլհամ Ալիևն է նախաձեռնել այս հանդիպումը եւ ըստ էության միջնորդի դերն է ստանձնել։ Հայտնի է ըստ որոշ չհաստատված տեղեկությունների, որ Իսրայելի պատվիրակության կազմում էին ազգային անվտանգության շտաբի հրամանատարը, վարչապետ Նետանյախուի ռազմական հարցերով գլխավոր խորհրդականը, գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը եւ պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենը։ Թուրքական կողմի ներկայացուցիչների անունները հայտնի չեն։ Ինչ վերաբերում է արդյունքների, ապա իսրայելական պետական կան հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ այս հանդիպումը որևէ դրական արդյունք չի տվել եւ որ կողմերին չի հաջողվել ոչ մի համաձայնության, ոչ մի կոնկրետ համաձայնության գալ։ Ըստ էության կարելի է ընդհանրել, որ հանդիպումը տապալվել է։ Իդեպ այդ ընդհանուր ֆոնը, որը նախորդում էր այս հանդիպմանը, նույնպես վկայում է այդ մասին, որ հանդիպումը հազիվ թե արդյունավետ լինի։ Բանն այն է, որ Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չարտոնեցին, որպեսզի ինքնաթիռը, որը իսրայելցի պատվիրակներին պետք է հասցներ Բաքու, անցներ Թուրքիայի օդային տարածքով։ Այսինքն ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Թուրքիան հյուսիսով։ Դա եւս դիվանագիտական այսպիսի դեմարշ էր, որը չէր նպաստում այդ հանդիպման արդյունավետությանը։ Հիշում ես նույնը թուրքերը արել էին, երբ Իսրայելի նախագահը պետք է մեկներ Բաքու COP29-ին մասնակցելու։ Ինչևէ, համենայն դեպս որոշում կա բանակցությունները շարունակելու վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների նոր հանդիպում է կազմակերպվելու արդեն գարնան երկրորդ կեսին հուդայական զատիկ տոնի ավարտից հետո։ Պաշտոնական հաղորդագրությունները իսրայելական կողմի միայն հաստատում են այն, որ այդպիսի հանդիպում եղել է եւ նաեւ Բենյամին Նետանյախուն այդ հանդիպմանը միջնորդ լինելու համար շնորհակալություն է հայտնել անձամբ Իլհամ Ալիևին։ Ամեն դեպքում կողմերը դեռ շատ հեռու են համաձայնությունից։ Այո, երկու կողմերի համար էլ այսպես սկզբունքային կարմիր գծեր կան, հիշեցնեմ հարաբերությունները կտրուկ լարվեցին այն բանից հետո, երբ Սիրիայում իշխանության եկան պրոթուրքական ուժերը զավթելով իշխանությունը ըստ էության, դրանից հետո Իսրայելը սկսեց ռազմական հարվածներ, օդային հարվածներ հասցնել սիրիական զինուժին, իսկ Թուրքիան սկսեց նոր ռազմաբազաներ ստեղծել, բացել Սիրիայի տարածքում։ Այսինքն կողմերի մոտեցումները շատ իրարամերժ են եւ այսպես մեկը մյուսին միանշանակ մերժող են։ Անգամ իրավիճակ էր ստեղծվել, երբ խոսվում էր ուղակի ռազմական բախման հավանականության մասին։ Հունվարի սկզբին Իսրայելի կառավարության առընթեր գործող պաշտպանական բյուջեի կոմիտեն առաջարկել էր վարչապետին, պաշտպանության նախարարությանը եւ ֆինանսների նախարարությանը հատուկ միջոցներ նախատեսել այն դեպքի համար, եթե Թուրքիայի հետ ուղակի ռազմական բախումը այսպես անխուսափելի լինի։ Այսինքն այդ սցենարը եւս Իսրայելում ոչ միայն հաշվարկած է, այլև մշակված է հավանաբար մինչև վերջին կետը։ Իսկ ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետը ասել է, որ այս հարցում Թուրքիայի հետ հաշտեցման հարցում ակնկալում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը։ Արդյոք բայց մյուս կողմից Ալիևի համար այս հանդիպումը կարծես շատ կարևոր, որովհետև ինքն է միջնորդը, որ դրական արդյունք լինի։
Դե Իլհամ Ալիևը Իսրայելի եւ Թուրքիայի միջև հաշտեցման գլխավոր բենեֆիցիարն է, քանի որ երկու այս իրար դեմ պայքարող պետությունները Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակիցներն են։ Իդեպ հենց Ալիևն էր 21 թվականին նույնպես միջնորդ հանդիսացել Իսրայելի Թուրքիայի միջև եւ նրա ջանքերի արդյունքում 13 տարի տևած հակամարտության ավարտից հետո կողմերը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ Երեք Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջև այս առճակատումը Բաքվում տագնապ եւ անհանգստություն է առաջացնում, դե պարզ է, քանի որ հենց այդ լարվածությունը տապալեց նրա պլանները եռակողմ դաշինք ստեղծելու վերաբերյալ։ Այդ դաշինքի հետ Իլհամ Ալիևը շատ մեծ հույսեր ուներ, իսկ Իսրայելի հետ Ադրբեջանի շարունակվող համագործակցությունը հարցեր է առաջացնում Անկարայում եւ զայրույթ եւ դժգոհություն է առաջացնում։ Օրինակ անցած տարի Ստամբուլում Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի մուտքի առջև ցույց էին կազմակերպել ընդդիմադիրները վանկարկելով երկու պետություն մեկ դավաճանություն վերափոխելով Հեյդար Ալիևի հայտնի խոսքերը։ Թուրքական մամուլում հաճախ մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին Թուրքիայի հակառակորդին պաշտպանելու համար եւ ասում են, չէ՞ որ թշնամու բարեկամը թշնամի է։ Այս կարգախոսը եւս հաճախ այս համատեքստում հիշում են։ Այս իրավիճակը կարող է նպաստավոր լինել մեզ համար, քանի որ Իսրայելի հետ երկխոսելու նոր հիմք կարող է արդյունքում ձևավորվել։ Համենայն դեպս Միացյալ Նահանգների հայ լոբբիստները այս իրավիճակից կարող են շահել եւ չբախվել իսրայելացի լոբբիստների հակազդեցությանը։ Ամեն դեպքում նաեւ նկատվում է, որ Իսրայելի մամուլում ավելի հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելում ոչ բոլորն են կողմնակից Ադրբեջանի հետ այսպիսի դաշնակցային հարաբերությունները զարգացնելու։ Շնորհակալություն Արծուն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց կարճ դատարից հետո գործընկերս Ալլահ Ալաչյանը կներկայացնի շաբաթվա միջազգային կարևոր իրադարձությունները։ Բարև ձեզ, հորիզոնի թողարկման այս հատվածում այսուհետ կամփոփենք շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած միջազգային իրադարձությունները։ Սկսենք ԱՄՆ-Իրան հարաբերություններից։ Այս շաբաթ ուշադրությունը սևեռված է դեպի Օման, որտեղ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ի ու Իրանի ներկայացուցիչները։ Շաբաթվա սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց, որ իր երկիրը ուղիղ բանակցություններ կանցկացնի Իրանի հետ։ Հանդիպման անցկացման տեղեկությունը հաստատեց նաև Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Չնայած բանակցությունների փաստին Թրամփը չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Ավելի վաղ փետրվարին Թրամփը ուշագիր է ստորագրել, որով ԱՄՆ գանձապետարանին հանձնարարել էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ եւ պատժել հատկապես այն երկրներին, որոնք իրանական նավթ են գնում։
Այժմ Սպիտակ տունը հույս ունի այդ տնտեսական ճնշումը հաստատել դիվանագիտական ճանապարհով։ Վերլուծաբանները կարծում են, որ երկխոսության առկայությունն ինքնին նշանավորում է տոնայնության զգալի փոփոխություն, հատկապես հաշվի առնելով, որ հենց Թրամփի օրոք 2015 թվականին էր ԱՄՆ դուրս եկել իրանական միջուկային գործարքից։ Իր հերթին Իրանը նախազգուշացնում է, որ եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը շարունակեն սպառնալիքներ տեղալ, Իրանը կդադարեցնի համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, կտեղափոխի ու կթաքցնի հարստացված ուրանը։ Այս շաբաթ Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Ռուսաստանի եւ Իրանի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։ Այն այս տարի ստորագրել էին Ռուսաստանի Դաշնության ու Իրանի նախագահները Մոսկվայում։ Համաձայնագիրը ստորագրվել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջին շփումների ընթացքում։ Դրանով հանդերձ ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, թե Ռուսաստանը պարտավոր չէ ԱՄՆ-ի հարձակման դեպքում օգնության հասնել Իրանին։ Դիվանագետի խոսքով Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտության բռնկումը սարսափելի հետևանքներ կունենա մերձավոր արևելքի տարածաշրջանի համար։ Նման սցենարի դեպքում Ռուսաստանը պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել։ Իրանի եւ Ռուսաստանի ստորագրած համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ռազմական դաշինքի մասին համաձայնագիր չէ։ Մենք չենք ցանկանա, որ Ռուսաստանը ներքաշվի եւս մեկ հակամարտություն լուծելու մեջ, բայց այնուամենայնիվ նման հնարավորություններ կան։ Համաշխարհային շուկաներում իրարանցումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով հետաձգել է մաքսատուրքերի կիրառումը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ այս շաբաթ ուժի մեջ են մտնում 60 երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահի սահմանած աննախադեպ մաքսատուրքերը։ Շաբաթավերջին Եվրամիությունն էլ իր հերթին հայտարարեց, որ 90 օրով հետաձգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ նոր մաքսատուրքերի կիրառումը։ Չնայած որոշ երկրների նկատմամբ մեղմացումներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները խստացնում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ամենաբարձր մաքսատուրքն է սահմանել աշխարհի ամենամեծ արտահանող Չինաստանի նկատմամբ։ Սա այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվեց վերացնել իր պատասխան մաքսատուրքերը եւ հասկացրեց, որ կպայքարի մինչեւ վերջ։ Լրատվամիջոցները գրել էին, որ մաքսատուրքերի սահմանման մասին լուրից հետո վերջին օրերին համաշխարհային բորսաներում արժեթղթերի արժեզրկման պատճառով մի քանի տրիլիոն դոլար էր փոշիացել։ Ըստ Forbes-ի նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո Թրամփն ինքն է $500 միլիոն կորցրել։ Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպում անցկացրին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Հանդիպումը դարձյալ տեղի ունեցավ Ստամբուլում եւ տևեց 5.5 ժամ։ Այս անգամ ռուս-ամերիկյան պատվիրակությունները քննարկեցին երկու երկրների դեսպանատների աշխատանքին վերաբերող հարցերը։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքում։ Այս անգամ ռուսական հյուպատոսության շենքում։ Երկար դադարից հետո ռուս-ամերիկյան շփումներ սկսեցին Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցիչությունների աշխատանքի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը Ստամբուլում դրական մթնոլորտում է անցել։ Կողմերը պայմանավորվել են հետագա միջոցառումների մասին հյուրընկալվող երկրում դիվանագետների տեղաշարժի ռեժիմի դյուրացման համար։ Ռուսաստանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ճանապարհային քարտեզի շուրջ աշխատելու պատրաստակամությունը։ Պետդեպարտամենտը նշել է, որ պատվիրակությունները նոտաներ են փոխանակել ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչություններին բանկային ծառայությունների մատուցման հարցի շուրջ, ինչպես նաև քննարկել են մոտ ապագայում նոր հանդիպման անցկացման ծրագրերը։ Ընդամենը ժամեր հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը ժամանել է Ռուսաստան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։ Մինչ հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն իսկ դրական էր գնահատել ԱՄՆ-ի հետ շփումները, այդ թվում ամփոփելով Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան խորհրդակցությունները։ Մենք հաստատակամորեն ելնելու ենք մեր ազգային շահերից։ Մեր շփումները Թրամփի թիմի հետ, մասնավորապես Էլ-Ռիադում հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Մայք Ուոլցի հետ ցույց տվեցին, որ կա երկխոսության անհրաժեշտության հիմնարար ըմբռնում, մինչդեռ յուրաքանչյուր կողմ պահպանում է իր հավատարմությունը իր ազգային շահերին։ Ռուս-ամերիկյան շփումների համատեքստում է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների փոխանակումը։ Մասնավորապես 5-շաբթի օրը Աբու Դաբիում Ռուսաստանը ամերիկյան իշխանություններին է հանձնել ռուսական արմատներով ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինային, Ամերիկայի Միացյալ Նահանգները Արթուր Պետրովին։
Քսենիա Կարելինան մեղադրում էր հօգուտ Ուկրաինայի ամերիկյան բարեգործական ընկերությանը նվիրատվության համար, որը դավաճանություն էր դիտարկվել։ Արթուր Պետրովը մեղադրում էր միկրոէլեկտրոնիկայի ապօրինի արտահանման մեջ։ Երկու կողմից բանակցություններին մասնակցել են հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչները։ Սիրիայի հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս ունի համաձայնության հասնել Իսրայելի ու Թուրքիայի հետ։ Այս մասին խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն ասել է, թե շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ նրա առաջնորդի հետ։ Իր հերթին Բենյամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից։ Այս օրերին Սիրիայի հարցը Ադրբեջանում քննարկում էին Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները, բայց այդպես էլ համաձայնություն ձեռք չբերեցին։ Իդեպ Սիրիան ու Հարավային Կորեան հայտարարեցին դիվանագիտական պաշտոնական հարաբերություններ հաստատելու մասին, այս կերպ վերջնականացնելով դեռ փետրվարին սկսած գործընթացը։ Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում։ Ալիևն ասել է, թե կարծում են, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը։ Հիշեցնենք, որ Բաքուն եւ Պեկինը 2024 թվականին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Այսքանն ենք առանձնացրել ձեզ համար միջազգային լրահոսից այս շաբաթ, կհանդիպենք մեկ շաբաթից։